Անձրև լինի, կարկուտ լինի, թե կիզիջարև միևնույն է, Վարդանի համար պետք է գանք։ Եկել ենք ասենք, որ լինի անձրև, թե կարկուտ, դուք ավելի եք, պրինցիպ եք գծում ժողովրդին, որ կանգնենք մեր առաջնորդի կողքին։ Դոգմա կանոնով Վարդան Ղուկասյանի աջակիցներն ու կուսակցության անդամներն այսօր դարձյալ հավաքվել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև, պահանջելով Միացյալ Նահանգների դատական իշխանությունից օրինական վճիռ կայացնել եւ ազատ արձակել Ղուկասյանին։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս։ Ավելի քան 2 ամիս անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանը ԱՄՆ-ի մաքսային եւ միգրացիայի վարչության համաձայն ձերբակալվել է փետրվարի 20-ին միգրացիոն կարգը խախտելու համար։ Ըստ ամերիկյան կողմի Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Միգրացիոն կարգը խախտելուց բացի Լաս Վեգասի դատարանը պետք է քննի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը։ Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված շորթ մանբռնության կոչերի դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Ավելի վաղ կայացած դատական նիստում ամերիկյան դատարանը մերժել էր Դոգ կուսակցության ղեկավարին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Վստահում ենք Ամերիկայի օբյեկտիվ եւ արդարադատ դատավարությանը եւ դա կլինի արդյունքը ինձ թվում է 5+. Իօքուտ Վարդան Ղուկասյանի։ Լիահույս եմ, որ Ամերիկայի նման երկիրը արդարադատություն կունենա եւ արդար դատ կվարի Վարդան Ղուկասյանի համար։ Դա ասում են Ամերիկան արդար երկիր է, այնտեղ արդարադատություն կա։ Ուրեմն պետք է իր օրենքը տրորի, մենք եկել ենք աչակցելու, որ իրան անհիմն են ձերբակալել ու մենք բոլորս իր կարիքն ունենք։ Մեր Հայաստանի բոլոր ստապ հայերը Վարդան Ղուկասյանի կարիքն ունեն։ Այդ ոնց եղավ, որ բոլորը կարող էին այնտեղ ապրել, այնտեղ մնալ, հենց թեկուզ խախտելով միգրացիոն օրենքները, բայց Վարդանին չի կարելի։ Հենց ինքը պետք է մնա թեկուզ ընդերից մեզ ղեկավարի։ Ինքը այն մարդն է, սրանց պես չի, որ ախրարաներով մանգա, վախկոտ, ինքը որտեղ է լի, ուր է լի, ինքը թաթերի վրա կայնում է, ինքը մեր կողքին է։ Ինքը հազարավոր միլիոնավոր կիլոմետրեր ստեղ օվկիանոսից ենքում, ինքը կառավարում է ու ժողովուրդը իրան լսում է։ Մենք հավատում ենք, Աստված այդքան դաժան չի, որ առանց Վարդանի մեզի թողի։ Լաս Վեգասի դատարանում հերթական նիստը նախատեսված է այսօր Երևանի ժամանակով երեկոյան ժամը 8-ին։ Դոգ կուսակցության նախագահ Անուշ Խուդաբերդյանն ասաց, թե չի բացառվում, որ այն հետաձգվի։ Նախորդին ի դեպ Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն էր տարածել, նշելով, թե նրա ԱՄՆ-ի փաստաբանները պատրաստ չեն այսօր նշանակված լսումներին, հաշվի առնելով փաստերի, ապացույցների եւ թարգմանությունների մեծ ծավալը։ Փաստաբանը առաջնային էր համարել Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննարկումը։ Փաստաբանական խումբը ամբողջովին այդ մեծ ծավալին չի տիրապետում, դեռ կեսն է ծանոթացել, միգուցե հետաձգվի։ Հնարավոր համարում եք, որի վերջում նրանք արտահանձնեն Հայաստանի իշխանություն։ Դե գիտեք, 5 ժամ չի տևի նրան վերացնելը, դու գիտեք, բայց չեն արտահանձնելու։ Եթե արտահանձնեն, արդեն դրա ժամանակը անցել է, պետք է որ արդեն առաջի 2-3 դատերից արտահանձնեն։ Սպասում ենք ձեզ, անհամբեր։ Այսօր ի դեպ Դոգ կուսակցության ղեկավարի ծննդյան օրն է։ Նրա 48-ամյակի կապակցությամբ աջակիցներն ու կուսակիցները Վարդան Ղուկասյանի լուսանկարով տորթ էին բերել դեսպանատան մոտ։ Այսօր իմ ծննդյան օրն էլ է, ես հյուրեր ունեմ տանը, բայց բոլորին ասել եմ այսօր չէ։ Ես այսօր ուզում եմ իր հետ իմ ծննդյան օրը նշեմ։ Իմ մեծ ամենամեծ նվերը իր ազատումն է, իր ծննդյան օրը շնորհավորելը։ Եվ այսպես մեր այսօրվա հաղորդումը Շատերը բարեմաղթանքներին զուգահեռ կարոտով նաև հիշում էին Ղուկասյանի ուղիղ եթերները եւ նշում, որ ստիպված վերանայում են հին հաղորդումները։ Շատ ծանր եմ տանում, շատ վատ եմ տանում, կարծես օդը կանգնած է իմ համար։ Ես մի բան ասեմ, ես նորից նույն հաղորդումները դնում նայում եմ, կրկնում եմ, նորից նայում եմ, կարոտում եմ։